Վարորդական վկայական ստանալը շատերի համար դարձել է իսկական փորձություն։ Ապագա վարորդները բարկացած ու հիասթափված են, տեսական քննությունը հաղթահարելուց հետո դիմորդներին սպասվում են երկարուձիգ տանջալի ամիսներ, գործնական քննությունը հանձնելու համար։ Տեսական քննությունից հետո ապագա վարորդները ոգևորված սպասում են գործնական փուլին։ Նոր կարգավորմամբ, եթե տեսականը հանձնած դիմորդը 1 տարվա ընթացքում չի հասցնում հանձնել նաև գործնականը, ապա ստիպված է ամբողջ գործընթացը սկսել սկզբից, կրկին հանձնելով տեսական փուլը։ Շատերն ասում են, տեսական քննությունը հանձնելուց հետո ստիպված են եղել մինչև 6 ամիս սպասել գործնականի իրենց հերթին։ Որոշ դիմորդների մոտ առաջին փորձը չի ստացվել, իսկ երկրորդ անգամ հանձնելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ այդ ընթացքում տեսական քննության վավերականության ժամկետը պարզապես լրացել է։ Խնդրի լուծումը ներքին գործերի նախարարը մասնավորի հետ գործակցությամբ է տեսնում։ Մեր պլանը այն է, որ այս տարվա կտրվածքով մենք համագործակցություն պիտի ծավալենք նաև մասնավոր ընկերությունների հետ եւ մոդելային փոփոխություն ունենանք հաշվառման քննական ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Մոդելի փոփոխության վերջնարդյունքում մենք կունենանք շատ ավելի բարվոք պայմաններ հաշվառման քննական ծառայությունների դեպքում։ Ընդ որում, խոսքս թե ենթակառուցվածքին է վերաբերում եւ թե առհասարակ վարորդական իրավունք ստանալու քննությանը եւ դրա բովանդակությանը։ Մենք այստեղ նախատեսում ենք նաև կրթական բաղադրիչի ներդնում, տեսական քննության վերաիմաստավորում, գործնական քննության վերաիմաստավորում։ Թեև նախարարն ասում է, որ ծանրաբեռնվածությունը հիմնականում Երևանում է ու առաջարկում քաղաքացիներին մարզերում հանձնել քննությունը, մասնագետների պնդմամբ, սակայն հատկապես ծանրաբեռնված են Սևանի ու Աբովյանի հաշվառման քննական ստորաբաժանումները։ Իսկ արդյոք մասնավորի հետ համագործակցությունը կլուծի հարցը։ Մասնագետները վստահ են՝ ոչ։ Պետությունը ասում է, քանի որ մենք ուշ ենք արձագանքում սպասարկմանը, բարելավմանը, դրա համար եկեք մասնավորին տանք, կգնեք մասնավորի երեսին կթքեք, իրանից կպահանջեք, մենք էլ կասենք, այո, մասնավորը ճիշտ են, այս ինչերը ապահովեք արեք, էլի, որ լիցենզավոր են վերահսկեն, մեկը սենցել են աշակ տվողին բռնում, մնացել են բռնելու, նույն բանն է, հիմա գաղափարափոխվեք։ Խնդիրը ըստ մասնագետների նաև տեխնիկական պատճառներ ունի։ Հաշվառման քննական բաժիններում առաջացած տեխնիկական խափանումների պատճառով հաճախ չեղարկվում են քննությունների հերթերը, դիմորդներին թողնելով անորոշ վիճակում։ Մյուս խնդիրն այն է, որ կան քաղաքացիներ, ովքեր գրանցվում են քննության համար, սակայն չեն ներկայանում եւ չեն չեղարկում իրենց հերթը։ Այսպես ձևավորվում են այսպես կոչված փուչ հերթեր, բայց օրենքով ոչ ոք իրավունք չունի այդ ազատված ժամերին սպասարկելու։ Նոր կարգավորմամբ, եթե դիմորդը գործնական քննությունից ստացել է բացասական արդյունք, կարող է վերահանձնել այն արդեն հաջորդ օրը, վճարելով 45,000 դրամ։ Սակայն մասնագետների համոզմամբ այս լուծումը խնդրի ամբողջական լուծումը չէ։ Ասում են, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություն, կարող են արագ առաջ գնալ, իսկ չունեցողների հերթը պարզապես հետ է ընկնում։ Մասնագետների ու դիմորդների կարծիքով հաշվառման քննական բաժինները պարզապես չեն բավարարում մարդկանց մեծ հոսքին եւ դրանց քանակը ավելացնելու անհրաժեշտություն կա։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։